Տեսել դեկտեմբեր ամսին ստեղ կանաչ խոտում եղանակ լավ ցուրտ է -1 բայց խոտը կանաչ տաք է եղել այսօր ացածել որ տերևները չորացել է ու ոչ էլ անորից որ տերև բայց դուրս չգա, որովհետև ցուրտ է արդեն անգամից ցրտեց մի շաբաթ պարկեսներին ասում են գնա գալու, բայց տեսնենք ասենց առաջի անգամն է ես ինչ Ռուսաստանում եմ, որ դեկտեմբերի 8-ն է այսօր ու ջոն չլինես էլ մեր գյուղի եկեղեցին է մեծ եկեղեցի հասնում ենք բան չմնաց Ասանք Ազոնի պլանը կատարում ենք Արսեց հարագարակ մտավ ներս Ես էլ իրա հետևից Այ պատահաններին ակլեյկաներ են կպցրել Ես էլ եմ 2 հատ պատվիրել Դեռ 2 հատ էլ պետք է պատվիրեմ Ինչքան գիտեմ մեկը եկել է Հանկյանքս Ողջույն սիրելիներս Հույսով եմ լավ եք Մենք էլ լավ ենք Վլոգի սկզբում տեսակ, թե ինչպես Լիլիայի հետ գնում ենք Ազոն պատվերների հետևից, պատվերները վերցրեցինք, այնտեղից եկանք մագնիտ, մի քանի գնումներ արեցինք տան համար ու վերադարձանք տուն։ Հիմա Լիլիան այնտեղ ճաշ է պատրաստում, հավի մսով, բրնձով, այդպես համեղ սուպ, Վահան երբ որ էստեղ է լինում սուպ այդպես հաճախ չենք պատրաստում, որովհետև այսպես ասած ջրիկ ճաշատեսակներ ինքը չի սիրում, շատ պատահական։ Ինչն էլ որ պատրաստում եմ, սուպի տեսքով պատրաստում եմ շատ թանձր, որպեսզի ինքն էլ համ տեսի։ Լիլիան այնտեղ է զբաղված, ես էլ եկա տուն, վերցրեցի համեղ հյութ, նստեցի բազմոցին այնտեղ, մի փոքր հանգստացա ու որոշեցի հեռախոսը ձեռքս վերցնեմ ու շարունակեմ ձեր համար վլոգ նկարել, որովհետև կիսատ գործեր չեմ սիրում թողնել ու բացի այդ այս պատվերները, որ վերցրել ենք, պետք է տեղավորեմ ու արդեն դարձել է սովորություն, մինչև ձեր հետ չեմ կիսվում, չեմ բացում, չեմ էլ տեղավորում 15 հատ պատվեր դեռ ես ունեմ, որ պետք է ստանամ, երևի մի 4-5 հատ էլ Լիլիայի կայքում կա, որ պետք է գա հասնի, մինչև նոր տարի էստեղ կլինեն ու արդեն հետագա վլոգների ընթացքում, որոնք որ լինելու են մինչև նոր տարի, այդ վլոգների ընթացքում սիրելիներս կկիսվենք ձեր հետ Ասեմ, որ Լիլիան քննությունը հանձնել է դպրոցում, բայց պատասխան դեռ չկա, ուղարկվել է Որոնեժ, այնտեղ կոմիսիան պետք է ստուգի, այնուհետև հետ բերեն ու ասեն, թե ով ինչ գնահատական է ստացել։ Ամսի 10-ից 12-ը քննություններ ունի արդեն on-line դպրոցում, դա էլ մոտորերս պետք է հանձնի, իր դասերով է զբաղված Վահանը հուսանք այս շաբաթ կիրակի արդեն դուրս կգա, հուսանք, երեկոյան արդեն պարզ կլինի, շաբաթ կիրակի է դուրս գալիս, թե մյուս շաբաթ, չորեքշաբթի, հինգշաբթի, հուսանք, որ այս շաբաթ կիրակի դուրս կգա ու 4 օր ճանապարհին է լինելու, 4 օր գնացել է, 4 օր էլ հետ է գալու մեքենայով, այսինքն 4 ցերեկ, 4 գիշեր Այդպես մնացել են հյուրանոցներում, ցերեկները գնացել նույն ճանապարհն էլ պետք է հետ գան, հետ վերադառնան 4 անգամ գիշերելով, այդպես հյուրատներում։ Վլոգը սկսում եմ դեկտեմբերի 8-ին, երկուշաբթի օրը, 3 դեկտեմբերի 7-ն էր, օրը կիրակի ու իմ ծննդյան օրն էր, բայց քանի որ ես ծնունդ իմ ծնողներից հետո չեմ նշում
Գումարած դրան Վահանն էլ էստեղ չէ, գումարած դրան, որ նաև 40 տարին է ես իմ տարիքը չեմ թաքցնում, ծնունդ չենք նշել, ինչպես հասկացաք, Լիլիաս մի հատ համեղություն էր պատրաստել, դեսերտ, դա վայելեցինք երեկոյան, ամսի 7-ին ինչով եմ զբաղված եղել, իմ ծննդյան օրը սիրելիներս, զբաղված եմ եղել մաքրությամբ ու բորկայով, պատումհաններով, այսպես մեծ գեներալնի ու բորկա եմ արել, որ երկար ժամանակ չէի արել, տներն եմ մաքրել, հավաքել, որպեսզի Վահանի գալուց հետո թեթև լինենք, նոր տարվա մաքրությունը այդքան ծանր չլինի, թեթև անցնի, արագ լինի, տան մաքրությամբ եմ զբաղված եղել, ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ, ինչի համար շատ-շատ շնորհակալ եմ, իմիջիայլոց WhatsApp-ի իմ ընկերներին, ովքեր կան իմ կոնտակտներում, ուզում եմ զգուշացնել վլոգի ընթացքում, եթե ինձ չգտնեք WhatsApp-ում, իմացեք, որ ես WhatsApp-ս ջնջել եւ դուրս եմ եկել, կարող եք գտնել ինձ Max-ում, ներբեռնել հեռախոսների մեջ Max ու այնտեղ ինձ կգտնեիք, երևի շատ-շատերը հիմա ման են գալիս այնտեղ մտածում են ուր եմ, քանի որ WhatsApp-ը ահավոր է աշխատում Ռուսաստանում ու արդեն կան բազմաթիվ օֆիցիալ հայտարարություններ, որ 6 ամսվա ընթացքում ընդհանրապես փակվելու է, զանգեր չի լինում, զանգել, վիդեոզբանոկ, տեսազանգ, այսպես զանգեր, առանց VPN-ի ու շատ ահավոր էր աշխատում, դրա համար որոշեցի ջնջել հեռախոսից ու արդեն այդ նույն բաները կատարում ենք Max-ով, իսկ ովքեր Ռուսաստանում չեն բնակվում, երեխեք ջան, կարող եք ինձ գտնել Telegram-ում, այնտեղ գրել ու այնտեղ իմ հետ կապ հաստատել, որպեսզի ինձ չկորցնեք։ WhatsApp-ից հետո էլ VPN-ն եմ արգելափակելու, որով որ մենք արդեն տարիներ շարունակ օգտվում ենք, մտնում ենք YouTube, Facebook, Instagram, ես միշտ էլ դա իմացել եմ, որ լինելու է, ուղղակի ժամանակի հարց է, հիմա արդեն խոսակցություններ են պատտվում, որ 6 ամսվա ընթացքում այդ ամեն ինչը փակվելու է, ինչը որ շատ ցավալի է, ես դա վաղուց գիտեի, դրա համար մանետիզացիան իմ ալիքի չէի միացնում, որովհետև գիտեի, որ ժամանակավոր է, չնայած ես YouTube-յան իմ ալիքը բացել եմ ոչ թե գումար աշխատելու, այլ ուղղակի իմ հայրենակիցների հետ շփվելու համար, բայց երբ որ մարդիկ գումար են աշխատում, գումարի համար են դա անում, դա նորմալ է, բայց իմ նպատակը այստեղ գումար աշխատելը չէ, իմ նպատակը իմ հայրենակիցների հետ շփվելն է, այս պահին էլ կարող եմ այստեղից Հայաստան միացնել մանետիզացիան, բայց ես դա չեմ անում, շատ-շատ իմ գոլեգաներ փոխել են իրենց YouTube-ում AdSense-ը, իրենց ալիքը մոնետիզացել, այն բոլոր ալիքները, երբ որ դուք նայում եք ու կա այնտեղ գովաստ, այդ ալիքը մոնետիզացված է, իսկ այն ալիքները, որտեղ գովաստ չկա, այդ ալիքները գումար չեն աշխատում, այդ թվում նաև իմ ալիքը, ինչի համար եմ ասում սիրելիներս, որովհետև հնարավոր է, որ մի օր էլ քնենք արթնանանք ու տեսնենք, որ YouTube-ը չկա, չեն կարողանում մտնել, իսկ մեր հետևորդները անհանգստանան, ասեն ուր եմ, չկամ, վիդեոներ չեմ տեղադրում, որպեսզի տեղյակ լինեն, որովհետև ես պատասխանատու մարդ եմ, ես չեմ կարող այսպես թողնել եւ անհետանալ, ինչպես որ մեր մի քանի հայ վլոգերներ, ովքեր գումարի նպատակով այստեղ ալիքներ էին բացել YouTube-ում, իսկ երբ որ չկարողացան մոնետիզացնել, ուղղակի մեկ օրվա ընթացքում թողեցին ու հեռացան, իսկ մինչ այդ գրեթե ամեն օր տեսանյութեր էին տեղադրում, իսկ երբ որ հասկացան, որ չեն կարողանում մոնետիզացնել իրենց ալիքները, ուղղակի մի անգամից թողեցին եւ ալիքը եւ իրենց հետևորդներին, ինչը որ ես համարում եմ սխալ, գոնե կարող են ամիսի եթե ոչ 2 անգամ, գոնե մի անգամ մի փոքրիկ տեսանյութ տեղադրել, քանի որ
այն վլոգների ընթացքում, որ իրենք խոսում էին իրենց հետևորդների հետ, քաղցր խոսքեր ասում, հարազատներ, սիրելիներ եւ այլն, այդ մարդիկ իրենց կապվել են, այդ թվում նաեւ ես սորտիս մոտ եմ ընդունել այդ խոսքերը, ու հիմա որ այդ մարդիկ չկան, ինձ զգում եմ, այսպես ասած, խաբված, հիասթափված, դրա համար այդպես կտրուկ հայտնվել ու կտրուկ անհետանալ պետք չէ սիրելիներս, ոչինչ որ գումար չեք աշխատում, դուք ձեր հետևորդների հետ ձեր կապը, ասենք ժամանակ չունեք գումարի համար ամեն օր տեսանյութեր տեղադրել, բայց գոնե ձեր հետևորդները պիտի գոնե այնքան արժեք ունենան ձեր համար, որ գոնե ամիսը մեկ տեսահոլովակ, ձեր հետևորդները տեսնեն, որ ձեր մոտ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է ու ինչ որ չափով տեղեկացված լինեն ձեզանից, որովհետև դուք երկար ժամանակ վլոգներ եք նկարել, շփվել եք, կապվել եք, դարձել եք հարազատ մարդիկ ու միանգամից վերցնել եւ անհետանալ, դա սխալ է։ Այստեղ մեր տոնածառն է, սիրելիներս, ասեմ, որ շատ գեղեցիկ է։ Այս տոնածառի հողումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Եթե կհետաքրքրի, կարող եք անցնել, նայել եւ ցանկության դեպքում պատվիրել։ Շատ մեծ տոնածառ է, նախորդ տոնածառս մեր փոշտալյոնին նվիրել։ Մետր 85 էր, թե 80, չգիտեմ, սա 2 մետր 10 սանտիմետր է, շատ մեծ է ու հիմա չեմ բացելու, այսպես կմնամ, կսպասենք մնացած խաղալիքները, ինչ որ պատվիրել ենք նոր տարվա համար, կգան կհասնեն մեզ, կգնանք որոշ բաներ պետք է խանութից գնենք, երբ որ Վահանը վերադառնա, որովհետև հիմա որ պատվիրեմ, չեմ հասցնի, չի հասնի մեզ, մինչ տոնածառ զարդարելը, դրա համար ինչ որ պատվիրել ենք, կթողնենք կհասնի մեզ, ինչ որ էլ պակաս լինի, դա էլ միասին կգնանք խանութ, կգնենք ու կգանք միասին կզարդարենք թե տոնածառը, թե մեր տունը։ Այստեղ էլ պատվերներն են աղջիկներս։ Հիմա գնանք խոհանոց, երևի այնտեղ բացենք ու անենք ռասպակովկա։ Գնացինք։ Ես այստեղ համեղություն եմ պատրաստում։ Մինչև ես ձեր հետ կիսվեմ պատվերներով, մեր ճաշը արդեն պատրաստ կլինի։ Այսպես տակ հագնված եմ, երեխեք ջան, լավ մրսել եմ։ Չնայած որ տակ էի հագնված, դե որ ընդհանրն ենք լինում, չենք պատկերացնում, որ դրսում այդքան ցուրտ է։ Բում եկանք, հասկացամ, որ լավ մրսել ենք։ Ինչևէ, անցնենք պատվերների ու տեսնենք այսօր ինչ պատվերներ ունենք։ Հիմա մկրատը բերեմ ու շարունակենք։ Լիլ ջան, անձեռնոցիկները մոռացել ենք առնենք այսօր։ Անցնենք պատվերների, ելիներ ջան։ Տեսնենք այստեղ ինչ է։ Վահանի ծննդյան առիթ նվերները նոր է հասել, այլ իլեկել այն դվոյկան։ Այս Լիլայից համար ենք պատվիրել։ Շատ լավ մավորակալիր է։ Կարող է սրա մուկ կապույտ իմ համար պատվիրեմ։ Գիշերային կես, բայց ոչ հիմա հագնելու գարնանային ամառային տակ եղանակի, հիմա հագնելու համար հաստատ ոչ, բայց կպահենք եւ որ եղանակները կտաքանան արդեն կհագնես։ Իլ ջան, լնա լավն է, ոտես ինչ լավն է որակը։ Շատ սիրում եմ հայ։ 46 ռազմերն է։ Լնա էլի նորմալ կլնի չէ։ Տարբեր գույները, տարբեր ռազմերները, կանաչ գույն, այնտեղ սև, մուգ կապույտ, վարդագույն, տարբեր գույներ։ Լիլիաս էս բեժ գույն ադրեց ու պատվիրեցի իրեն, որպես նոր տարվա նվեր նայեք, բայց քանի որ շուտ է հասել, ոչինչ, ավելի լավ, կարևորը որ որակը լավն է, երեխեք ջան,
հավանեց, կպահենք ու արդեն երբ որ եղանակները թույլ կտան, արդեն կհանենք և իրաց կհակնի, շատ լավ է, նայք որական կարերը մտիտ, նկարում ոնց կար, իրականում այդպես էլ կա։ Մի փոքր բարձրացնեմ էկրանը, որովհետև գլխիս կեսը չէր կադրից դուրս է, շատ լավ է։ Ես այստեղ հասկանում եմ ինչ է։ Ես երևի ամանների լվանալու համար այդպես գուբկանա, որ ինձ շատ էի սպասում, մինչայլոց 3 տներն էլ մաքրելուց հետո գուբկան դենն է տեքի ու չէի մտածում, որ հասել է, կհասնի այդքան շուտ, մտածում է ամսի 20-ից հետո, բայց հաստորեն լավ ժամանակին է եկավ հասավ մեկ։ Մեկ պատահան եմ, անտես ցույց տամ, համ կերտեղ։ Եվ չափսն է նորմալ և ինձ թվում է երկար կգնա, երկար կօգտագործենք, շուտ չի մաշվի էլի։ Հալի ջանդի էտեղ։ Ինձնեմ հազար պատրեի, ուստեր է դնեմ այստեղ ներքևում, Վերջում միշտ երբ որ ձեր հետ կիսվում եմ, նկարում եմ, ապրանքները տեղավորում, իսկ այդ թղթերը հանում եմ դուրս և վառում։ Տեսնենք այստեղ ինչ է։ Կահանի նվերն է դրնջան։ Հուսով եմ վարալեկը լավն է լինելու։ Կահանը հավանել է։ Շատ լավն է։ Այսպես այստեղ կոճակներ են, կարելի է և այսպես գրել բաց և կոճակները կոճկել։ Վիլջան լավն է։ Հա, գույնելա չէ, ռոզ ուտանք, չէ, բեժ բաց ռոզվի, հա։ Շատ գեղեցիկ ամառային, թեթև, որակով, շատ լավն է, շնչով մատերիալ է, էլի, շոքացնող չի, թվում է կլինի չէ անի վրա, հա, ինչ ես կարծում։ Շատ լավն է։ Դե ոնց որ նկարում էր, շատ է չէ լինում, և որ պատվիրում ենք, հետո գալիս է լրիվ ուրիշ բան, ոնց որ իմ կանաչ գեստը և գույնը և մատերիալը լրիվ ուրիշ բան է եկել։ Հուսամ կլինի վահանի վրա դիմացից թելերով, այսպես հավես, ինչ թվում է կլինի։ Փորի պահն եմ մի փոքր կասկածում, չգիտեմ, ես 2XL եմ պատվիրել, իրա ռազմերն է երևի 3XL է պիտի պատվիրեի, չգիտեմ, այդ նայեմ, այստեղ որն եմ պատվիրել, XXL Երևի 3XL-ը պտի պատվիրեի, չգիտեմ, բայց ինձ թվում է կլինի, հա, լինի, չես կարծում կլինի։ Ահա, պաշան վարեն է նար։ Փորի պահն է, էլի, որ մի քիչ փոր ունի մի փոքր, որ փորը չլնի, հետևն էլ այսպես սենց հավես գրպան։ Այս նույն շորի այս դվոյկայի նաև սև գույնը կար, բայց սևը հետպես ամրանը շոքացնող է գույնը, դրա համար
Այս տարբերակ ընտրեցի, սենց ձգվում է, ինձ թվում է կլինի, չգիտեմ։ Կգա կփորձի կհագնի։ Հաստատ կհավանի, այստեղ մնում է միայն հասկանանք իրար ռազմերն է, թե ոչ։ Հաջող պատվերի այստեղ կամ վահանի տնային լաթիկներն են կամ լելյայի էսի վահանունն է այսպիսի տնային լաթիկներ ենք պատվիրել ձմռանը հագնելու, տանը հագնելու համար, որպեսզի ոտքերը տաք լինի, 44-45 համարն է։ Այս բոլոր պատվերների ողումները երեխեք ջան կթողնեմ մեկնաբանությունների բազմում, ինչպես որ դա անում եմ, որպեսզի ձեզ հետաքրքրող ապրանքները նայեք, ցանկության դեպքում նայեք պատվիրեք։ Այստեղ արդեն լիլիայի նայն լաթիկ է, սա տամաչնիկ, այդպես ասեմ։ Շատ տակ, բրդի, որպեսզի ոտքերը տակ լինի, ինքը ոտքերից է մրսում։ Հիմա կհագնի, կտեսնենք։ Դե ջան հագնում ես, ուսանք ոտքով կլինի։ Լավն է։ Լավն է, ռազմերն է։ Հետաքրքիր կլինի, թե չեն հագի։ Ой, ինչ սխում է, բայց կարող է նասկինից նա։ Հանի նասկիները բարակ նասկի հագի։ Կարաս բարակ հագնես, որ հետև ինքը հաստատակ է, շատ հասնասկի պետք չի հագնել։ Հա, սա ինձ նասկոն, լավամ։ Հետ սխմում է։ Սխմում է։ Մի քիչ, բայց не критично։ Շատ լավն է որակը, շատ հավանեցինք, բայց ցավոք սրտի ոտքին մեկ ռազմեր փոքր էր, դրա համար որոշեցինք հետ վերադարձնել, վազվարտ անել ու պատվիրել մեկ ռազմեր մեծը։ Եվ շատ թեթև է եւ շատ այսպես տաք, մեջը բուրդ, ափսոս որ փոքր էր, այսպես էլ երևում է որ փոքր է, բայց ոտքին տեսանք, որ իսկապես շատ փոքր է, անգամ իմ ոտքին է փոքր 37-38 համար։ Մենք ուղղակի մոռացել էինք, որ Չինաստանից ենք պատվիրում ու այնտեղ պետք է մեկ ռազմեր մեծը պատվիրել, թե 50 հագնում պիտի 52-ը պատվիրես, այս բանի շորն է, եթե 2XL է հագնում պիտի 3XL պատվիրես։ Իրենց մոտ մեկ ռազմեր այսպես փոքր է լինում։ Պատրաստա, հետի ուշ ճամ։ Որ ինչ կտեղավորենք, կգրենք պատճառողին ու ուսամ կտանենք մոտորես հետ վերադացնենք, հետ կպարկենք։ Երեխեք ճան էստեղ աչքերի, հայերեն չգիտեմ ինչպես են ասում, տին, կոսմետիկա, պատվիրել եմ նվերի համար, դրա համար չեմ բացում, երևի արդեն պատկերացրիք շագանակագույն գույնի տարբեր երանգները։ Սա պատվիրել եմ նոր տարվա նվեր որպես քերոջս համար։ Իրեն կնվիրեմ։ Այստեղ ինչ է, այստեղ
Ինչպես որ ձեզ ասեցի, Արսունի ճանապարհին պատուհանների կպցնելու համար նակլեյկա է։ Երկու հատ ենք պատվիրել, այն մեկը դեռ ճանապարհին է։ Եվ կհասնի, երեխեք ջան, կկիսվեմ ձեր հետ։ Այս ձմեռ պապիկն է։ Երևի սա այսօր կկպցնենք պատուհանին։ Հիմա Լիլիայի հետ կորոշենք, որ պատուհանին ենք սա կպցնում, իսկ մնացածը արդեն եւ որ կհասնի մեզ բնածառը հարթարելուց հետո միասին նաև կզարդարենք մեր պատուհանները։ Իհարկե դեռ եւ այս երկու հատ պետք է պատվիրեմ, քանի որ ուզում եմ տան ողջ պատուհանները այսպես պատուհանների նոր տարվա տոնական շունչ հաղորդել։ Այս հիմա կկպցնենք։ Սա իմ համար է, երեխեք ջան, նախորդ վլոգում վերջին երևի տեսել եք, ովքեր չեն տեսել, կարող եք հետ գնալ եւ նայել։ Այնտեղ իմ ծննդյան արդիվ Վահանը նվեր է արել, գեղեցիկ դվոյկա։ Հողումը թողել եմ մեկնաբանությունների բաժնում, կարող եք բացել նայել սիրելիներս ու այնքան հավանեցի որակը, որ իրենից հետո արդեն ես պատվիրեցի նույն շորի կանաչ գույնը ու այս եղունգների լակն էլ էլի նախորդ վլոգում կա, պատվիրել եմ ու հենց այդ նույն գույնի էլ այս դվոյկան եմ պատվիրել ու արդեն որոշել եմ, որ նոր տարվա օրը ամսի 31-ին հագնելու եմ հենց այս դվոյկան։ Շատ գեղեցիկ կանաչ գույն է, սրա հղումը եւս կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Ճիշտ է, արդեն վերջացել է, 50-52 ռազմերը էլ չկա, կամ շատ փոքր են, կամ շատ մեծ, ամենայն դեպս այնտեղ կան շատ տարբեր գույներ, հնարավոր է այս գույնը չհավանեք, ուրիշ գույնը դրեք, բայց որակի առումով ոսկեր չկան։ Տանը հագնելու համար շատ ազատ, հանգիստ, հավես, որակով շոր, որ ինձ թվում է ցանկացած ֆիգուրայի հետ ֆիգուրայի վրա շատ լավ կնստի։ Եվ ամենավերջում երեխեք ջան, այս պակետները ազոնն է տալիս, եւ որ պատվերները շատ են լինի, անվճար է։ Շուտով ես էլ վճարովի կդարձնենք։ Ունեմ նաեւ ծննդյան նվեր, որը դեռ ինձ չի հասել, օծանելիք է։ Պետք է այսօր արդեն հասնել, բայց ամսի 10-ից 11-ն է ստեղծինելու, այնպես որ հաջորդ վլոգում անպայման ձեր հետ կիսվեմ նաև այդ նվերով, երեխեք ջան։ Այստեղ պատվիրել ենք գեղեցիկ շքեղ տորթերի համար, հատուկ տորթերի թխվածներ դնելու համար չգեմ տարա, ասեմ, ինչ ասեմ, բայց պետք է իրեն հավաքեմ, հետև այսպես է եկել մեզ հասել, ինչու մոտավորապես պատկերացրիք, լիջան կարան չէ հավաքենք, փորձենք հավաքենք ու հենց հավաքենք երեխեքան կմիացնենք տեսախցիկը ու տեսնեք, թե ինչ գեղեցկություն է։ Իսը տակի հատվածն է։ Երկար չարչարանքներից հետո սիրելիներս ես եւ Լիլիան հավաքեցինք այս գեղեցկությունը։ Չէի ասի, որ որակը շատ գերազանց է, բայց լավն է, ամուր է, Շուշայից չի,
բայց պին մատերիալ է ու շատ գեղեցիկ է։ Կարելի է օգտագործել իրեն եւ տորթերի համար, թխվածքների, պիրոգների, այսպես եւ կարելի է սեղանին թողնել բաց վիճակում, հա, եւ այսպես ծածկել, որպեսզի չչորանա կամ ճանճեր, մանճեր չգան, չնստեն։ Ինչպես նաեւ կարելի է իրեն օգտագործել որպես հացաման։ Հավաքեցինք, լվացի, չորացրի երեխեք ջան։ Հիմա կդնեմ այն պակետի մեջ ու կտեղավորեմ ստենկայի մեջ ու նոր տարում արդեն կհանեմ, կօգտագործեմ։ Դա այդպես։ Հիմա այս նագլեյկան երևի կպցնենք, չէ՞ լիլ։ Այս մեկը, բայց չգիտեմ որտեղ կպցնենք։ Համեր ուզում եմ մի հատ բացենք այս տոնածառը։ Ճիշտ է, չենք զարդարելու, բայց մի հատ բացենք, տեսնենք ընդհանուր ինչպիսին է տեսքը, որովհետև միայն կողքերից ենք նայել, շատ հետաքրքիր է։ Ես այդքան չեմ դիմանա, մինչև զարդարելը։ Երևի այս կողմը կպցնենք, չէ՞ լիլ։ Դա կպցրա։ Վարագույրները բացեմ, այսպես։ Տեսնենք կպցրած ինչ տեսք ունի։ Այն երկու հատ էլ կգնենք դեռ գրադից կգնենք, իրա վրայից սենց մեկ պոկում ես ու կպցնում պատուհաններին, պես հերթով կպցրա։ Հուսանք նոր տարվա խաղալիքները շուտ կգան, ճիշտ է գրադից էլի որոշ բաներ պետք է գնենք, իհարկե մեծ աստեղ, քանի որ տոնածառը ևս շատ մեծ է, ուզում եմ մեծ ձմռպապիկ գնենք, տեսնենք, եթե լինի հուսով եմ կվերցնենք, տեսնենք էլի ինչ եմ վաճառում, ինչ կհավանենք, էդ էլ կվերցնենք, կարևորը որ պատվերները ժամանակին կան հասնեն, 3 ուպակովկա խաղալիք ենք զակաց տվել, շատ գեղեցիկ ու հուսանք որ կգան կհասնեն մեզ ու տոնածառը զարդարելու ժամանակ արդեն այստեղ կլինեն։ Այս կարոտկան պետք է պահենք, որ տոնածառը հավաքելուց սիրելիներս էլի դնենք ներսը։ Ստացվում է Լիլ ջան։ Դու ես գեղեցկությանը նայ։ Ինքան ծանր է երեխեք ջան։ Մի կերպ բերել ենք։ Քրոջս կիսրարը այնտեղ ճանապարհին հատունա, տեսավ տանջվելով տանում ենք, եկավ բերեց միջև դարպասները։ Հələ դուք ես գեղեցկությանը նայեք։ Շատ սիրուն է, շատ։ Հենց այսպես էլ պատկերացնում էի։ Շատ լավն է։ Այս էլ մեր տոնածառը սիրելիներս, հիմա այսպես ուղղակի կփակենք ու անհամբեր կսպասենք մեր պատվերներին, ինչպես նաև այդ խանութ, որպեսզի այնտեղից էլ մնացած պակաս պրատությունները գնենք ու բերենք, միասին զարդարենք եւ տոնածառը եւ տունը։ Ես միշտ դեկտեմբերի 1-ին եմ զարդարում, բայց քանի որ որոշել ենք այս տարի տոնածառ գնել, փոխել ամեն ինչ, դրա համար այս տարի մի փոքր ուշացավ։ Դեկտեմբերի 1-ին հավաքում էի ու մինչև հունվարի վերջը 2 ամիս թողնում։ Շատ սիրուն է լինում։ Դրա համար այս տարի մի փոքր ուշ ենք զարդարելու։ Այստեղ տոնածառը կլինի այս անկյունում սիրելիներս, իսկ այստեղ էլ արդեն սեղանը այսպես կբացենք ու սեղանը հենց այստեղ էլ կդնենք։ Շատ սիրուն է, շատ հեշտ իրանք կպնում են ու շատ հեշտ էլ առանց հետքերի իրենց կարելի է
նույն հեշտությամբ էլ հեռացնել պատուհաններից։ Շատ գեղեցիկ է ստացվել։ Սիրելիներս, մեկնաբանությունների բաժնում կգրեք զարդարել եք տունը, տոնածառը, թե ոչ։ Շատ հետաքրքիր է ու երևի այստեղ էլ հրաժեշտ տամ ձեզ։ Մինչև նոր տարի դեռ 3 հատ վլոգ կունենանք։ Մեկը որ գնալու ենք խանութ, գնումների, սննդամթերք, նոր տարվա նվիրված այդպես խաղալիքներ եւ այլն եւ այլն։ Հաջորդ վլոգը կլինի մեր գեղեցկուհին, որին պետք է զարդարենք տոնածառը եւ տունը, դա միասին ենք անելու, իսկ երրորդ վլոգը կլինի արդեն պատրաստություն կտեսնենք, սեղան կդնենք ու միասին կդիմավորենք նոր տարին։ Այնպես որ շատ հեռու մի գնացեք, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայք կոճակը, որպեսզի հետագայում բաց չթողնեք մեր վլոգները։ Այսօր ուզում եի ձեր համար այսպիսի փոքրիկ վլոգ նկարել, որպեսզի տեղյակ լինեք ուր ենք, ինչ ենք անում, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններ, թե YouTube-ում, թե անձնական նամակների տեսքով ստանում ենք, այնպես որ որոշեցի վլոգ նկարել եւ վլոգի տեսքով ներկայանալ ձեզ եւ պատմել ուր ենք ու ինչ ենք անում։ Ձեզ ցանկանում եմ լավ տրամադրություն, ամանորյա, արդեն պետք է տրամադրվել, ինչպես կտրամադրվես, այնպես էլ նոր տարին կդիմավորես, ինչպես նոր տարին կդիմավորես, այնպես էլ կանցնի ողջ տարին։ Դրա համար եկեք նախապես լավ տրամադրվենք, լավ տրամադրությամբ մեզ մոտիվացնենք, որպեսզի ինքներս մեր կյանքը դարձնենք ավելի հետաքրքիր ու որովհետև այն շատ կարճ է։ Ցանկանում եմ ձեզ ամենակարևորը եղեք երջանիկ, կենսուրախ, առողջ, լավ տրամադրություն եմ ցանկանում, օրվա հիանալի շարունակություն, իսկ մենք կհանդիպենք շուտով նոր վլոգում։ Լավ մնացեք սիրելիներս։